Բարև ձեզ։ Ու միջև այս աշխատանքները անմխիթար վիճակ է։ Այս պատկերն ա եղել։ Հա։ Դալիճում ու ստացել եմ ես։ Շատ ծանր վիճակ է, ոչ մի պայման չի։ 61 թվականից չէր արվել է։ Հրաձգությունը դպրոցներով դիտարկվել է ռազմագիտության տրամաբանության մեջ, բայց կարծում ենք, որ շատ մեծ հեռանկար կա, եթե որպես մարզաձև նաև դրան վերաբերենք եւ մեր երեխաներին այդ հնարավորությունը այդ տրամաբանության մեջ տանք, սպորտի զարգացմանն էլ կարծում եմ դա շատ լուրջ կաջակցի, գուցե օրինակ մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն առաջանա։ Ամբողջովին նոր վերանորոգված։ Ճիշտ է, նախատեսում ենք ստեղ մի քիչ նստատեղել սարքենք։ Ուսանողները հիմնականում պատկերացնում են սպորտային կարիերա, թե ավելի շատ ուսուցչական։ Չէ, ավելի շատ մարզիչ են ուզում աշխատել, բայց ոչ ուսուցիչ։ Մենք ֆիզկուլտուրայի ուսուցիչների շատ լուրջ խնդիր ունենք դպրոցներում։ Կարծում եմ այդ իրազեկման տեսանկյունից արժի դուք էլ ձեր ուսանողներին, որ պոտենցիալ ուսուցիչներ են, իրազեկեք, որ մենք կամավոր ատեստավորումով դրույքաչափը 300,000 դրամ, ոչ թե 200,000 էլի, որ առաջին փուլում էր այդ տրամաբանությամբ ենք ուզում գնալ եւ նաեւ դրան գումարվում է հավելավճարը 30, 40, 50% հաշված 300,000 դրամից, կարծում եմ նաեւ իրենց համար կարեւոր է սա իմանալ, որ որոշում կայացնեն, որտեղ են ուզում աշխատել։ Ուսանողների հետ տարբեր հետազոտություններ են կանում, դիվաններ։ Բուհը պետք է մեզ տա նաև առաջարկություններ ոլորտը ճիշտ զարգացնելու ուղղությամբ եւ այդ առաջարկությունների համար իհարկե հետազոտական աշխատանքներ են պետք, որը պետք է այստեղ արվի։